ինֆոգրաֆիկան այն կարևոր մասն է, որը որ մեզ պետք է, ինչի, որովհետև մենք նկարն ենք վաճառում ավելի շուտ առաջնային, քան թե ապրանքը։ Որովհետև եթե մեր ապրանքը գրավիչ տեսք չունեցավ, հասկանալի չեղավ, մարդիկ չեն բացի ու չեն նայի։ Դրա համար առաջնահերթ ու ամենակարևոր քայլը դա ինֆոգրաֆիկան է։ Հետո նոր արդեն մնացած բոլորը։ Ինֆոգրաֆիկան ինչ է իրանից ներկայացնում, դա տեղեկատվությունը տեսողական ձևով ներկայացնելու տարբերակ է նշանների, նկարների, գծագրերի կամ կարճ տեքստերի միջոցով։ Օրինակներ կարամ բերելու եմ, ինֆոգրաֆիկան այսպիսի մի պատկեր, օրինակ ձեր դրամապանակն է, գրում եք ինքը դրամապանակ փոքր, չափսերն եք գնում, մատերիալն եք գրում, որ մարդիկ տեսնեն ու հասկանան, օրինակ ձեր դրամապանակը հարմար է իրանց գնելու համար, թե չէ, եթե ինքը փոքր է ու գրված չի չափը, դա կարա վերադարձի խնդիր առաջանա, այսինքն մենք պետք է մեր ապրանքը ճիշտ ներկայացնենք, որպեսզի մարդիկ ճիշտ ընկալեն։ Այսինքն առաջնահերթ գնում են մեր նկարը, հետո նոր ապրանքը, այդպես է ստացվում։ Այսինքն 3-ից 5 վայրկյանում մեր միտքը հասկացնելու ձև է, տարբերակ է։ Ինչպես ճիշտ հավաքել ինֆոգրաֆիկա, օրինակներով բերել եմ, որպեսզի ավելի հեշտ պատկերացնենք ինչի մասին է խոսքը, տեսականն ու օրինակը միասին։ Պետք է նպատակի հստակեցում անենք, այսինքն մենք ինչ ենք վաճառում, ում որ լսարանին ենք վաճառում ու մեկ էլ ինչ նպատակ ունենք մենք։ Օրինակ այս ռոբոտը գրված է, չէ՞, ինքը որ ռոբոտ, Մոյշի ռոբոտ է։ Ռոբոտ բառը ինքը մեծատառերով է գրված, որպեսզի մենք առաջնահերթ դա տեսնենք։ Այնուհետև որ լսարանի համար է, դա բնականաբար ավելի կանանց համար է, տարիքով ոչ երիտասարդ, դեռահաս տարիքի համար չի, այսինքն առաջնահերթ այդ մենք հասկանում ենք նաև նկարից։ Ու մեկ էլ ինչ նպատակ ունի, բնականաբար Մոյշի գրված է լվանալու համար, այսինքն մենք պետք է այդ հստակեցնենք մեր նկարի մեջ։ Հիմնականում վերցրել եմ այնպիսի նկարներ, որ տեսնեք որն ավելի գրագետ ներկայացնելու տարբերակները։ Այնտեղ ես օրինակները ունեմ սխալ ինֆոգրաֆիկայի, կտեսնենք, կհասկանանք ոնց պետք չի անել։ Տվյալների հավաքագրում, այսինքն մենք վերցնում ենք որևէ ապրանք, որը որ վաճառելու ենք, հավաքում ենք մենք ինչ ինֆորմացիա ենք ուզում տանք մեր հաճախորդին։ Բնականաբար փաստեր, թվեր, օրինակ նույն անկողնային պարագան, չափսերը, քանակները, քանի պրոդուկտ է մեջը պարունակում, չափսերով, վստահելի աղբյուրներ, այսինքն մատերիալի մասին է խոսքը, որ դուք վստահեցնում եք, որ այս մատերիալից է։ Եվ կարևոր տվյալների ընտրություն, այսինքն պետք է վերցնենք այն կարևոր մասերը, որը որ մարդը պետք է հստակեցնենք, որ հասկանա։ Օրինակ պայուսակի ֆուրնիտուրան է, տեսեք, այնտեղ բոլոր մաս գրված է, ինչ մասերից է, որը պլաստմասից է, որը չէ, տկան գրված է ինչ մատերիալ է, այսինքն դուք պետք է ասեք այդ ամեն ինչը։ Թեկուզ առաջի հայացքից կարող է ինքը նկատելի լինի, բայց շատ մարդիկ այդ գրվածը, որ տեսնում են, ավելի ճիշտ են հասկանում ու առավելություն է ունենում ձեր ապրանքը արդեն հետագայում ավելի ճիշտ հասկանալու համար։ Վերադարձներն բնականաբար քիչ է լինում, որովհետև ինչքան մարդը ինֆորմացված չի ձեր ապրանքի մասին, այնքան վերադարձները ավելի շատ է լինելու։ Եվ կառուցվածքի պլանավորում, սա իրանից ինչ է ներկայացնում, օրինակ մեր առաջին նկարում մենք քանի ինֆորմացիա պետք է տանք մեր հաճախորդին, չէ՞։ Հիմնականում վերնագիր, հիմնական մաս ու եզրակացություն, դա ավելի շատ նկարների շարքն է իրանից ներկայացնում, վերնագիրը դա սա է, մեր առաջնային նկարը։ Մենք ասում ենք ինչ է սա, օրինակ սա շագոմեր է ու գրված է, նայեք, հիմնական բառը, որը որ պետք է մենք հասկացնենք, վերնագիրը, պարտադիր ինքը մեծատառ է, ընդգծված է, որ մենք առաջինը դա ընկալենք, հետո դրանից հիմնական մասը, հա, այսինքն 3D սենսորը ու տենց մնացած մասերը ավելի փոքր են ու ավելի ոչ երանգային են, որպեսզի առաջնահերթ հասկանանք հիմնական մեր վերնագիրը, հետո մնացածը։ Եզրակացությունն է, դա իրենից ներկայացնում է այս մանր գրվածքները, որը որ էլի պետք է կարևոր մաս է։ Ինչպես նաև եզրակացություն ասելով մենք հասկանում ենք
Այսինքն մեր ապրանքի մնացած նկարները մենք հիմնական մասից սկսում ենք, հաջորդ նկարը ինչ ենք մենք ուզում ասենք, օրինակ չափսերը, մյուս նկարում օրինակ բացվածքը, պայուսակի նույն մեջը տեսնեն ինչ գրպաններ է, հաջորդ նկարը թե իրականում ինքը ինչպիսի տեսք պետք է ունենա օրինակ մարդու վրա, ու տենց շարունակ մենք պետք է ունենանք նկարների շարք։ Սա դիզայնի ընտրությունը, երկու նկար եմ առանձնացրել, որ տեսնեք, որ մեր բոլոր նկարները պետք է լինեն նույն դիզայնի եւ նույն տառաշարը ունենան, տառատեսակը եւ ընդհանուր ոճը պետք է նույնը լինի։ Բնականաբար տառատեսակը տեսնում եք, որ նույն տառատեսակն է ընտրված, մի փոքր մեծ, մի փոքր փոքրացրած, բայց նույն տառատեսակն է, որ աչքին ավելի հաճելի է, քան օրինակ, եթե այս երկու նկարում միտեղ թեքությամբ գրված լիներ, միտեղ ուղիղ գրված լիներ կամ ինչ-որ ձևերով, դուք չեք հասկանա ու չեք ընկալի, ավելի գեղեցիկ չէր լինի։ Ինչպես նաև մինիմալիզմ պետք է ընտրենք, շատ գույները վանում է հաճախորդներին, հիմնականում ստատիստիկայի այդպիսի ապրանքները ավելի քիչ վաճառք են ունենում կամ վերադարձները շատ է լինում, որովհետև ինչքան վառ գույնի մեջ օրինակ ապրանքդ ներկայացնես, այնքան տեսքը չի երևա ավելի շատ։ Բացի դա էլ Վալպերիսում, եթե օրինակ որևէ ապրանք եք ընտրում, առաջնային նկար ու ինքը վառ գույներով է լինում, ինքը բալեր է տալի քեզ 1-ից 10, օրինակ տալիս է, որ նկարը շատ վառ է ու հասկանալի չի հիմնական նկարը։ Ու բալը իջացնում է։ Ինչքան այդ 10-ից բալը քիչ է լինում, այնքան դիտելիությունը քիչ է լինում։ Դրա համար մենք պետք է 1-ից 10 հավաքենք այդ միավորը։ Եվ վիզուալ տարեր, այսինքն իկոններ, դիագրամաներ, պատկերներ կարակ տեղադրեք, բայց էլի ոչ շատ, մինիմալ չափով։ Օրինակ տեսեք, այստեղ գենա նշված է օրինակ մարմնի մազերի, սուստավների համար դիագրամաչի իկոններ է դրված, որ ավելի հստակ լինի, հասկանալի լինի։ Այսինքն որ բացես այս նկարը, դու էլ չես կարդա, կնայես կհասկանաս, որ ինքը դեմքի է, մազերի է կամ սուստավների համար է։ Դիագրամաներն հիմնականում դե նայած էլի ինչ ապրանք եք վաճառում, օրինակ նույն շագոմետրը կամ ինքը կարակ դիագրամայի պես ներկայացնեք, օրինակ այս ինչքան գնում է, այս ինչ սահման, խոսքով իր սահմանները էլի, չափերը, ինչքան կարա օգտագործեք։ Տեքստը փոխարինում ենք պատկերներով, դա նկատի ունենք խոսքով։ Եվ պարզություն եւ հստակություն, այսինքն շատ չենք լցնում նկարի մեջ, դա էլ իմանաք, չմտածեք ունենք պատկեր, պատկերի ամբողջությամբ պետքա գրված լինի ու ազատ տեղ չմնա։ Կարճ տեքստեր ենք հիմնականում ընտրում, օրինակ կոսմետիչկա зеркалом, ու չենք գրում для женщин, подростков, չգիտեմ, այդքան ավել ինֆորմացիա պետք չի, հա, հստակ վերնագիրը նորից ասում եմ, պետքա մեծ տառերով լինի վերնագիրը պարտադիր, հետո փոքր տառերով իրան դապալնիցիվնի մասը։ Եվ լավ դասավորվածություն, այսինքն էլի նույն պետքա հաճելի լինի, մեր կարևոր ինֆորմացիան մենք պետքա տեսնենք, օրինակ գրվածքը մի կողմում սաղ չլցնենք, հետո մնացած մասը մենակ պատկերը լինի կամ դատարկ լինի։ Դա էլ ինձ թվում է աչքին ոնց հաճելի է ձեզ, դուք այդ ձև պետքա անեք։ Քիչը միշտ ավելի լավ է, այդ հաշվի առեք։ Երկու ինֆոգրաֆիկայի տարբերակ եմ ներկայացրել, եք հասկանանք, որն է ճիշտ։ Հա, ինչի համար։ Նախ սխալը ցույց տամ։ Պատկերը ռեալ չի։ Պարզ երևում է, որ արհեստական բանականությամբ պատրաստված նկար է, որովհետև ինքը ռեալ այսպիսի տեսք չունի։ Գրվածքները, տեքստը բավականին շատ է։ Դուք հիմա եթե նայեք տեքստը չեք կարա կարդաք, ու ես կարդացել եմ տեքստը, ընդհանրապես ապրանքի հետ կապ չունի, լրիվ ուրիշ բան դե գրած է պրոդուկտները լավն են եւ այլն, բայց ինքը պրոդուկտ չի վաճառում, ինքը կոսմետիկա է վաճառում։ Victoria's Secret-ը կարանք սիրուն գրենք ու հետևի ֆոնն էլ բաց գույներ, ոչ թե ծաղիկներ, չգիտեմ ինչ, ընդհակառակը ամեն ինչ գեղադարձրել։ Երկու հատ է կոսմետիկան, բայց մի հատ այս երկրորդ նկարը նայեք, ինքը вообще ռեալ չի։ Մեջ ապրանքներ ու իդեպ ապրանքի ֆիրմաներ, բան պետքա նկարի մեջ չերևա, օրինակ նենց բան պետքա տեղադրեք, որ ֆիրմա չլինի մեջը, որ ձեր ապրանքի տեսքը չփչացնի, էլի։ Դուք առաջնային տեսնեք օրինակ կոսմետիկան, քանց թե մեջի պրոդուկտների անունները։ Այտենց սա շատ սիրուն օրինակ է, նույնպես եկեք մանրամասնենք։ Հա, կոսմետիկան գրված է մեծատառով,
ունիվերսալն է փոքրատառով, որ հասկանաք ինքը բոլոր նպատակով կարանք օգտագործենք։ Պլյուս շվա իր սաստավն է, չափսերն է գրված, ամենակարևորը չափսերն է, դուք միշտ հաշվի առեք դա, հա։ Այստեղ մի փոքր իկոննա են դրել, որ տեսնեք, որ մյակը նաոշուփ, հա, այսինքն ինքը փափուկ է, բայց դե աչքի ներևում է, ուղղակի sense փոքր սիրունացնող ինչ որ մաս են ավելացրել։ Ինչպես նաև նադյոժն է, ստիլն է, դիզայն, այդ ամեն ինչն է կարակ էլի չգրեք կամ գրեք, դա ոնց կցանկանաք, որովհետև արդեն դա ինֆորմացիա չի տալի, դա մարդու ճաշակի հետ կապված հարցեր է։ Գույներն է տակ ներքևում նշված, օրինակ եթե վարդագույնն է մենակ արկաբացեն, կհասկանան, որ դրա սպիտակն ու բեժևին է կա կամ նայած ոնց է հարմար։ Օրինակ առաջնային էջում, որ ինչ որ բան եք voice տալի, առաջինը ձեր բերից էս վարդագույնը, դուք նկարից կարակ չէ հասկանաք, որ ինքը սպիտակն ու կարիճնի, հա, բեժևին է կա։ Կբացեք, հետո ըստ դրա արդեն կնայեք։ Այսինքն ինքը ինֆորմացիան ճիշտ է տրամադրում, շատ ինֆորմացիա պետք չի, ավելի շատ կարևոր մասերն ենք ուշադրություն դարձնում, մնացած ավել ինֆորմացիան ուղղակի կվանի։ Չափերն է չկա, ինֆորմացիան շատ սխալ է տրամադրված, տեքստը շատ է, ոչ ոք չի կարդում այդքան տեքստ, օրինակ, ձեզ սենց օրինակ բերեմ, գնում եք կոսմետիկայի մասին, հա, ասեմ, դեմքը լվանալու միջոց։ Դեմքը լվանալու միջոց ու կողքը իր բաղադրությունն է գրած ամբողջը, օգտագործման եղանակը, գիշերը լվանալ եւ այլն, դուք կարդալու եք դա, վստահ եմ, որ չեք կարդա։ Ավելավ այդ ինֆորմացիան տող ներկայացնեք հաջորդ նկարներում։ Օրինակ, գիշերվա լվացման համար հարմար է։ Կամ եթե լվանում եք, հետո օգտագործեք օրինակ սիճուկ։ Նայած էլի, որ ապրանքը ոնց ներկայացնեք, բայց մի նկարի մեջ այսքան ինֆորմացիա տեքստ, դա անիմաստ բան է, որովհետև ոչ ոք չի կարդալու ու անիմաստ ձեր նկարը այսպես, ոնց ասեմ, լցրել է, հա, ծանրացրել է։ Կարևոր բանը նաև այն է, որ այլ ոնց ասեմ, ապրանքների մասինն է, ուրիշ ֆիրմաներ մի ներկայացրեք ձեր ապրանքի հետքից, դա էլ սխալ տակտիկա է, պետք չի։ Նաբոր կոսմետիչիկ նույն ֆորմատով գրված է, բայց պետք չի այդպես գրված լինի, իրան ավելի լավ է նաբորը փոքրատառ գրված լինի, կոսմետիչկաները մեծատառերով, որ ավելի շատ կոսմետիչկաներով է, քան օրինակ նույն տողի գրված լինի կամ ֆիրման էլ կարակ մի փոքրացնեք, այդքան տեսանելի չլինի, որտեղ ապրանքի վրա արդեն գրված է լինում։ Այսպես ինֆոգրաֆիկայի պատրաստման տարբերակներից ես առանձնացրել եմ մեր արհեստական բանականությամբ օգտագործվող ծրագրեր։ Սա ինչի համար է, եթե դուք շատ գումար չեք ուզում վատնեք ինֆոգրաֆիկա քարտի համար վճարել, վերցնել, եթե դուք ինքներդ կարող եք ամենահեշտ տարբերակը սա է, հետո արդեն կներկայացնեմ ինչպես աշխատել։ Identica.com, այդտեղ ներկայացնում եք, ապրանքն եք ներբեռնում, օրինակ 3-4 հատ նկար եք ներբեռնեմ, իր մեկնաբանության դաշտում գրում եք, ես ցանկանում եմ այսպիսի, այս պատկերը տեղադրվի օրինակ բյելի ֆոնի վրա, սպիտակ ֆոնի վրա, վրան գրված լինի մեծատառերով կոսմետիչկան, չափսերը սենց, բայց պետք է այդ ամեն ինչը գրեք, հետո գեներირվից եք տալի, ինքը բերում է արդեն ձեր ուզած նկար, ես մի հատ պատրաստել եմ, կնայենք իրար հետ։ ChatGPT-ն էլ դե բնականաբար սաղը տեղյակ եք, բայց ինքը մի հրաշք ծրագիր է, որի միջոցով դուք ամեն ինչ կարաք անեք։ ChatGPT-ն, հա, օրինակ, դե այդ պետք է հրահանգը դու ճիշտ տաս։ Ես հեսա ցույց կտամ, պատրաստել եմ վիդեո, ոնց եմ ես անում, այնտեղ կա, որ սխալ է հասկանում, կա, որ ճիշտ է հասկանում, դու պետք է մի քանի անգամ փորձես, միշտ չի, որ առաջի պապիտկայից կարա ստացվի։ Էլի նույն ձև աշխատում, նկարը կցում եք, տակը գրում եք, ես ինչ ձև սարքել, օրինակ պետք է, եթե չես ուզում նկարդ փոխեք, գրում ես նիզմինից կարտինկու, ինչ-որ պրոդուկտ է կամ չգիտեմ, դու այդ գրում ես, որ ինքը չփոխի, դու հրահանգը պետք է տաս, որ ինքը նոր աշխատի։ Եթե դու գրես օրինակ 10 создать карточка для ВБ, ինքը ոնց կհասկանա, տենց կանի։ Բայց երբ որ դու ես ինֆորմացիան տալի, ինքը ճիշտ է սարքում։ Ծրագիր չի, ինքը ավելի շատ բրաուզերով աշխատում։ Ու մի քանի պրոբնի կարաք անեք, հետո վճարովի է, դա էլ ասեմ իմանաք։
ու մի քանի ծրագրեր եմ առանձնացրել։ Առաջինը Canva-ն է, Canva-ից եթե օգտվել եք, այնտեղ գիտեք, որ մեծ չափով ունի իկոնաներ, որ դուք կարողանաք տեղադրեք, տառատեսակները շատ են, ինչպես նաև ֆոները դուք կարաք ընտրեք կամ թեկուզ Pinterest-ից ֆոնը վերցնեք, տեղադրեք կամ թեկուզ ֆոնը մաքրեք։ Հնարավորությունները շատ է, էլի բացում եք Canva-ն, ես այստեղ հերթական քայլերով գրել եմ create design, ինֆոգրաֆիկա, հետո ընտրել պատրաստի template, եթե օրինակ պատրաստի եք ուզում, եթե չէ, դուք ինքներդ ասում եմ, վերցնում եք սպիտակ ֆոնը կամ նայած ինչ ֆոն եք ուզում, հա։ Ֆոնը վերցնում եք, նկարը տեղադրում եք վրան ու սկսում եք տառատեսակները հավաքեք նույն սխեմայով, ոնց ես ձեզ ասեցի։ Վերնագիրը մեծատառ, դապալնիցերնի մասերը փոքրատառ, բայց նույն տառատեսակ աշխատեք արեք կամ երկու տառատեսակ ընտրեք, ոչ ավել։ Հետո կարևոր ինֆորմացիան, իր չափսերը պարտադիր պետքա գրված լինի։ Եթե օրինակ առաջնային պարտադիր պայման չի չափսը, կարաք երկրորդային նկարում չափսը գրեք։ Հետո սկսում եք արդեն տեքստերը տեղադրել, էլի, ավելացնում եք այն ինչը որ դուք ցանկանում եք։ Բնականաբար JPEG-ով կպահպանեք ու 3-ը 4-ի վրա նկարները, ես այդ վերջում տեղադրել եմ չափսերը։ Մյուսը Figma-ն է, այս էլի շատ լավ ծրագիր է, բայց պրոֆեսիոնալ ծրագրերի մասին ենք անցնում։ Դժվար է, շատ դժվար է, ես էլի եմ ասում, եթե ժամանակ ունեք ու չեք ուզում գումար ծախսեք հենց ինֆոգրաֆիկա հավաքողների վրա, պետքա գլուխ անեք մի ձև, ասեմ, կամ էլ դիմում եք ամենահեշտ միջոցը արհեստական բանականություն, ուրիշ տարբերակ չունենք, կամ պետքա աշխատենք, հասկանանք այս դիզայներով աշխատելը, կամ պետքա արհեստական բանականությամբ ընտրենք միջինացված նկար, օգտագործենք, կամ պետքա դիմենք մասնագետին։ Այդ 3 տարբերակ ունենք։ Դե այստեղ էլի նույն բանն է, ընտրում ես ֆոնը, նկարը տեղադրում ես ու տառատեսակներով սկսում ես հավաքել։ Դե ինքը բարդ ծրագիր է, նշում եմ, պրոֆեսիոնալ ծրագիր է, այդ ամեն մեկը չի կարա, ես էլ ձեզ չեմ կարա լիարժեք բացատրեմ, ես իրան մինիմալ եմ օգտագործում։ Հա, անվճար է։ Պրոֆեսիոնալ ծրագիր է ու ամեն մեկը չի, ես դիզայներներն են սրանով աշխատում, պրոֆեսիոնալ դիզայներները։ Ես եթե որոշեմ ձեզ այս սովորացնեմ, ես էլի մինիմալն եմ ձեզ տալու, շատ չեմ կարա։ Բայց չափերով մոտավոր գրել եմ, ստեղծում ենք ֆրեյմը, ավելացնում ենք տեքստը, իկոնաներն ենք տեղադրում ու բլոկները արդեն օրինակ քանի մասի բաժանենք, որտեղ ինչ տեղադրենք, այդ արդեն պետք է անվի։ Ֆրեյմը այդ իր չափսն է, այսինքն քո դաշտն է, որտեղ սկսում ես հավաքել։ Սովորական թափանցիկ ֆոնն է, էլի, իրա, որտեղ սկսում ես գույնը լցնել, հետո նկարը տեղադրել ու տենց շարունակ։ Ես տալու եմ այս ամբողջը ձեզ։ Եվ իլյուստրատորն ամեր, այս դիզայներների համար է նախատեսված, բայց դե տեղադրում եմ, եթե օրինակ ուզենաք գլուխ ջարդեք հասկանաք։ Կոպիտ ասած, կարանք անենք էլի նույն եղանակն է, այստեղ ես էլի մինիմալից եմ տեղյակ, բայց նույն սխեման է, նորից եմ ասում։ Սպիտակ ֆոն կամ ձեր ուզած ֆոնը, թեկուզ նկարներով ֆոն, նայած դուք որն եք նախընտրում։ Օրինակ, այս խոսեցինք, ասեմ, հա, օրինակ թեկուզ վրձինը, որ ուզում եք ներկայացնեք, մարդու դեմքի վրա մի առաջնային նկարը մի տեղադրեք, որովհետև մարդը ոչ թե վրձինն է տենում, այլ մարդը։ Հիմա կհասկանա, օրինակ դիմահարտանման միջոց է, չէ, ոչ թե վրձինը։ Դրա համար օրինակ այդպիսի ապրանքների դեպքում մարդու տեսքը էական չի, մարդու տեսքը կարա լինի օրինակ հագուստ վաճառելիս, որ մարդը առաջին այդ հասկանա, ոչ թե մտնի օրինակ վրձինը նայելիս, տեսնի մարդը սիրուն հագուստով կանգնած վրձինը ձեռքը։ Այսինքն պետքա ֆոնը ճիշտ ընտրենք։ Էլի գունավոր ֆոներ կարանք ընտրենք, կարանք ծաղկային ֆոներ էլ ընտրենք, նայած որը ոնց է հարմար։ Նույն ձև մեր դատարկ ֆոնն ենք ստեղծում ու սկսում ենք վրան հավաքել։ Սա դիզայներների համար է, ես ուղղակի ներկայացնում եմ, որ իմանաք, այսպիսի տարբերակ ունենք, ես էլի սրանից տեղեկացված չեմ, ձեզ չեմ կարող այս մի հարցով օգնեմ։ Հաջորդը PicsArt-ն է, այս բոլորիս հեռախոսում կա, ինքը շատ հարմար է, ինքը շատ պրակտիկ է, ցանկացած նկար կարաք սարքեք, ինքը անվճար է, շատ հեշտ է, իր PicsArt-ի մեջ կարաք դուք ֆոնտերներ տեղադրեք, օրինակ ինչ ֆոնտ եք ուզում հայկական, ցանկացած գործարք կարաք անեք։
Նույն ձև ենք անում, էլի ֆոնը ընտրում ենք, տեղադրում ենք մեր նկարը, ստիկերներ կամ իկոններ, կոմպոզիցիան դուք ինքներդ եք հասկանում, ավելացնում եք եւ վերջ։ Այնտեղ կարաք նույնիսկ ձեր ապրանքի ֆոնը ջնջեք, տեղադրեք մենակ ձեր ապրանքը, այսինքն էլի հեշտ է աշխատելը PicsArt-ով, սա հեռախոսով ցանկացած բայ կարաք նստեք զբաղվեք։ Սա անվճար է։ Եթե դուք սկսնակ եք, ձեր համար դժվար չի, բացեք, ինքը շատ հեշտ է աշխատելը, հեռախոսով նորից ընտրում եք նկարը, ֆոները տալիս է, տարբեր ինչ տեսակի ֆոն ուզեք կարաք։ Ուղղակի ես ձեզ ոնց ասեմ, հեռախոսով պատրաստած նկարը այդքան ռեալ չի լինում, օրինակ շողքերը եւ այլն չեք կարա անեք։ Այդ սաղ կարաք անեք ֆրեյմով կամ էլ արհեստական բանականությամբ ճիշտ հրահանգը տալով։ Մեկ էլ արհեստական բանականության մասին ասեմ, դուք կարաք նույնիսկ արհեստական բանականությանը գրեք, օրինակ ChatGPT-ին գրես, ասես ինձ տուր գաղափար ինչպես կազմեմ նկարը։ Ինքը տվես քեզ, այս չափը սենց մեծ, այս տեքստը, վերցնում ես իրանից այդ տեքստը, օրինակ տեղադրում ես մի ուրիշ արհեստական բանականությամբ աշխատող ծրագրի մեջ, շատ են։ Ես եթե տեղադրեմ ձեզ այդ կայքերը շատ են։ Ես 2 հատն եմ առանձնացրել, բայց իրականում շատ ծրագրեր կան, որ հենց Վալբերսի կարտուշկաներ են ստեղծում արհեստական բանականությամբ, բայց էլի եմ ասում, դուք հրահանգները պետքա ճիշտ տաք այդտեղ։ Նույն ChatGPT-ի Sora ծրագիրը, Sora-ն հենց գրաֆիկաներ սարքելու համար է, նկարների համար է։ Էլի մտնում եք այդտեղ հրահանգները տալիս եք, սարքում եք։ Ես շատ եմ արել, հիմնականում դրանցից եմ օգտվում։ Եթե ինչ, օգտվում եմ նաև PicsArt-ից ձեռքով անելուց կամ Figma-ից, բայց էլի շողքեր եւ այլն տեղադրելու համար ոչ ավել բան չեմ կարողանում անել։ Այդ Sora-ն առանձին ծրագիր է, թե իրան հետ։ Չէ, Sora.chatgpt.am իրա մասն է, հա, բայց առանձին ես մտնում, լրիվ ուրիշ դիզայն ունի։ Այդ վճարովի տարբերակն է, ամսվա կտրվածքով, եթե դու օրինակ մի ամսվա մեջ ապրանք ես ստանալու, ես օրինակ խորհուրդ կտայի, որ դուք վերցնեք այդ 8000 դրամը չեմ կարծում ինչ-որ մեծ վճարի մասին է խոսքը, այդ ծրագրով պլյուսով դուք ամեն ինչ կարաք անեք, դուք կարաք օրվա մեջ 50 հատ, 100 հատ, ինչի մասին է խոսքը, 100 հատ քարտ ստեղծեք։ Սարքեք, հրահանգները տվեք, դուրս չի գալի, նորից հրահանգը փոխեք, ուրիշ ձև հրահանգը տվեք ու տենց շարունակ, հա? Հա։ Հրահանգը տվեք, սարքեք, անընդհատ կարաք այդ անեք։ Եթե չեք ուզում այսքան գործողությունը անեք, ավելի շատ пассив առևտուր եք ուզում անեք, ոչ թե օրինակ դիզայնով զբաղվեք, ես տվյալը կտամ շատ լավ անձնավորության, կարաք իրեն դիմեք, մատչելի գնով ձեզ դիզայներները կտամ։ Իմ ընկերուհին է, ես կխոսեմ, ձեզ ավելի մատչելի կասի։ Ինքը երկար ժամանակ աշխատում է, ինքն էլ այնց Վալբերսի սելերը։ Եթե չեք ուզում այսքան գործողությունը անեք։ Եվ բավականին գումար է։ Դե ասում եք բավականին գումար, բայց ինքը մշտական, ոնց ասեմ, մեկ անգամ եք վճարում դրա համար, ու դուք միշտ դրանով վաճառում եք։ Չէ, օրինակ իմ տարբերակը լրիվ փոփոխ։ Հա, դու բան նկարները, պրինտները երևի, հա, ընդհանուր փոփոխական է։ Բան չասեցի։ Դու կարաս մի հատ ընտրես, մի հատը վերցնես ու ChatGPT-ով կամ նմանատիպ արհեստական բանականությամբ պրինտը նկարես ուղարկես, ասա նույն կարտը փոխի այսինչ դիզայնով արա։ Ես օրինակ տենց արել եմ, ունեի ընդամենը մի հատ ապրանքի նկար, 2 հատը ճանապարհներ գալիս էր ու ես ռեալ նկար չունեի, բայց ուզում էի հենց հասնի Հայաստան դնեմ վաճառքի։ Նույն նկար ուղարկեցի, գրեցի, էսա դիզայնն է, փոխիր դիզայնը սրանով։ Ու ինքը ասենց վարկենական նույն նկարը, դիզայնը փոխեց նույն ձև։ Եկել է հիմա նայում եմ ռեալ նույն ոնց որ նկարը լինի։ Այսինքն արհեստական բանականության էությունը նրանում է, որ մենք ճիշտ հրահանգը տանք, հա, երբ որ հրահանգը սխալ եք տալի, ինքը սխալ է սարքում, կամ եթե հրահանգը մի բառով եք տալի, ինքը ոնց ուզում տենց է սարքում։ Բայց ամենաարագ միջոցը դա է, շատ-շատերն են այդ ձև անում։ Օրինակ Երևան ինչքան ծանոթ ունեմ, ով աշխատում է այդ ձև են անում։ Կոսմետիկան մի քիչ բարդ է, որովհետև կարա փոփոխություններ լինի կամ չնայած կոսմետիկան էլ իր առավելությունն է, որ դուք իրան չեք կարա փոփոխեք, չեք կարա ցույց տաք, օրինակ, որտեղ ոնց օգտագործեք, ինչ անեք, մենակ սաստավն եք ասելու, էդ էլ մի փոքր sense մասերով հերթական նկարներով պետքա բացատրեք։ Այդպես։
Ինչ է այստեղ ուզում ասել, որ մեկ ինֆոգրաֆիկան մեկ հիմնական տեքստ պետքա պարունակի, այսինքն մի նկարի մեջ, եթե իր բաղադրությունն եք ցույց տալի, նկարով բաղադրությունը ցույց տվեք, մյուս նկարով, եթե չափսերն եք ուզում ցույց տաք, չափսերը ցույց տվեք, բայց ոչ թե մի նկարի մեջ սաղ ինֆորմացիան լցրեք, թող լինի 10 հատ նկար ձեր ապրանքից, 10 նկարում տարբեր ինֆորմացիաներ լինեն, քանց թե մեկ նկարի մեջ այդքանով սահմանափակվեք, Վալբերսը թույլ է տալի մինչև 30 նկար ներբեռնեք։ Մեկ էլ կարևոր պահերից այն է, որ կարաք վիդեո տեղադրեք։ Օրինակ ռեալ պայուսակ եք վաճառում, ռեալ պայուսակը վերցրեք, օրինակ այսպես նկարեք, էլի, ձեր վրա բացեք, դարակները իր մասերը ցույց տվեք, որակը մոտիկացրեք։ Մեկ վիդեոն հավատացեք ավելի շատ կարա հարց լուծի, քան թե 10 հատ նկարը։ 2-ից 3 գույն ենք ամենաշատը ընտրում, դա ամենաշատն եմ ասում, որտեղ մեկ երանգի մեջ ավելի լավ է լինի, քան թե օրինակ ամեն նկարը մի երանգի մեջ սարքեք, այդ շատ սխալ է, տեքստերը կարճ ենք պահում, օրինակ այս պայուսակը նախատեսված է օրինակ միջոցառումներին մասնակցելու համար, օրինակ փոքր կլաչներ է լինում, կարակ ուղղակի նես մի հատ լոգո դնենք, ասեք երեկոների համար կամ չգիտեմ ինչ որ տենց մի բան էլի, քանց թե օրինակ տեքստը ասենք երկար գրենք։ Եվ օգտագործում ենք նույն ոճի իկոններ, այդ արդեն մանրամասնեցի, եւ շնչի դիզայնը, այսինքն ամեն ինչ չենք լցնում նկարի մեջ։ Կարևորը դա է։ Այսպես չափսերն էի այստեղ տեղադրել, որ պետքա ֆորմատը լինի JPEG, PNG կամ WebP, չափսը 700-900-ի վրա, այսինքն դա 3-ը 4-ի վրա չափսերն է։ Կաչեստվան պետքա բարձր լինի, շատ բարձրն է չի թողում, շատ ցածրն է չի թողում, որ դուք ներբեռնեք, ինչքան ցածր է լինում, ինքը սենց վրան զնաչոկ է տալի, ասում է, սա որակը վատն է, պետքա փոխես։ Ինքը ամեն ինչ ասում է ծրագիրը։ Չափսը մինչև 10 մեգաբայթ, դրանից ավել չի կարելի, կոլичествան մինչև 30 հատ նկար կարաք ներբեռնեք։ Իսկ վիդեոյի требованиան էլ մինչև 50 մեգաբայթ, MOV կամ MP4 ու 1 հատ կարաք ընդամենը։ Մի քանի հատ վիդեո չի լինի։ Այսպես այսքանն էի նախատեսել որպես ինֆորմացիա։ Մի հատ վիդեո եմ ուզում ցույց տամ, հենց ChatGPT-ով հրահանգը տալու ձև։ Օրինակ սա։ Նկար ընտրում ենք։ Ես պայմանական 2 նկար եմ վերցրել։ Հրահանգը գրում ենք։ Նկարը սարքում է շատ արագ ու ցանկացած ոճի, ձևի պատրաստում է։ Նայեք, էլի ինչ նկար եք տալի ու ոնց է հրահանգը գրում։ Օրինակ էլի շատ կարճ եմ գրել, ես էս ուղղակի արագ եմ, որ պրոստը ձեզ վիդեո ցույց տալու համար եմ արել։ Նկարը սարքեց, բայց նայեք, ինքը այստեղ սխալ է հասկացել ինչը։ Վրձիններ ես չեմ վաճառում, վրձինները ուղղակի օրինակի համար է մեջը դրված, որ կոսմետիկան տեսնենք, մնացած դետալները ճիշտ է ներկայացրել ու անգլերենով է սարքել։ Այս նկարը կարանք մենք վերցնենք, օրինակ եմ ասում, մաքրենք գրվածները, որովհետև ֆոնը սպիտակ է, ոնց հասկացաք։ Սպիտակ ֆոնը մաքրել այս գրվածքները շատ հեշտ է, կամ վրա նկարում եք սպիտակով, կամ էլի հրանգը կարակ տակ, որ սա գրվածները ջնջիր, դուր ինձ դատարկ մենակ ինֆոգրաֆիկան։ Վերցնում եք, դուք տեղադրում եք օրինակ PixArt-ում ու սկսում եք տեքստը հավաքել, ոնց ձեզ հարմար է։ Ինքը նկարները շատ հստակ տվել է, օրինակ չափսերը, մասերը, որը ոնց է փակվում, ու նկարները չի փոխա, եթե տեսակ։ Այս մի տարբերակ, հեսա մյուս տարբերակն էլ ցույց տամ։ Այս identical եմ ես նկարել, այս էլ եկեք նայենք, չնայած ես չեմ հավանում, բայց իրան որ ասում եմ ճիշտ հրահանգը տանք, ինքը ճիշտ կաշխատի։
ուղղակի ինքը վճարովի էլ անիմաստ է այսքան գումար տալ այս ծրագրին, ավելի լավ է ChatGPT-ն առնեք, դրանով աշխատելը ավելի հեշտ է լինում։ Նկարը ընտրում ենք, ինքը ավտոմատ բերում է ինչ ապրանք է, բայց ին կոնկրետ այս կոսմետիկաների հետ կապված սխալ է բերել, ոչ թե նաբոր կոսմետիկաների, կիստочки, այլ հենց կոսմետիկա է։ Ընտրում եք օրինակ ինչ ֆոնի վրա ցույց տա։ Օրինակ ամենօրյա կամ դատարկ ֆոնի վրա կամ մոտիկից նկարները։ Դարսեք օրինակ էլի արհեստական բանականությամբ տեքստս գեներირվեցանի, այստեղ մի քանի հարցի եք պատասխանում, օրինակ ինչ ապրանքա կամ ինչ ձև լինի կադրերը։ Հարցերին պատասխանում եք, առաջ եք գնում։ Ինքը ավտոմատ արդեն ներկայացրեց ինչ պետքա լինի։ Մի քանի հատ անվճար կարող անեք, օրվա կտրվածքով 2-3 հատ թողնում անեք, բայց վճարովի է վերջնական։ Օրինակ էս անիմաստ նկար սարքեց, հասկանաք էլի, որ հենց մենակ իրանցից որ օգտվեք ինքը տեքստը հավաքի, սխալ է, դուք պետք է անեք այդ ամեն ինչը։ Այ ես մեկը ինձ դուր է գալի, եկեք էս նայենք ինչքանով է ճիշտ հավաքը։ Էլի ընտրում եմ նույն նկարները։ Այստեղ արդեն կարճ եմ տեքստը գրում, բայց ավելի ճիշտ է հասկանում, քան թե օրինակ երկար գրելուց, բայց այստեղ է փոխում է նկարը մի փոքր։ Ըհը։ Այս ChatGPT-ն կոնկրետ վճարովի տարբերակն է, ինքը ավելի ճիշտ է հասկանում, քան սովորական ChatGPT-ով, որ հրահանգը տակ։ Սովորականով ես օրինակ տալիս էի, որ ֆոնը մաքրեր կամ ինչ-որ այլ դետալներ հաներ։ Հիմա տեսեք ինչքան սիրուն է սարքել այս մեկը կոնկրետ։ Որ ամեն ինչը հստակ է ավելի։ Դաժե մատերիալը, որ ջրակայուն է եւ այլն, ամբողջը արել, այսինքն էլի կախված է ոնց է հրահանգը տալի ու ոնց է անում։ Օրինակ սա կարճ հրահանգ էր, բայց երբ որ դուք ամեն ինչը մանրամասն ներկայացնեք, երբ որ դուք պատկերացնեք դուք ինչ եք ուզում, ավելի հեշտ է ստացվում։ Եթե չեք պատկերացնում, մի քանի հատ, օրինակ նույն նկարը տեղադրեք, նորից գրեք, создать карточка для выбора, տեսեք ինչ տարբերակներ ա տալի։ Մի 50 անգամ թեկուզ փորձեք, դժվար չի էլի։ Նույն բանը որ գրես անընդհատ ուղարկես, ինքը մի քանի տարբերակ ձեզ կտա։ Կընտրեք կամ կմաքրեք այն մասը, որը ձեզ պետք չի, կտեղադրեք ձեր ուզածը։ Ավելի հեշտ կստա։ Հա, սա պլյուսն է։ Իդեպ մարդիկ կան, ովքեր այդ ChatGPT+-ը կարողանում են կոտրեն, մշտական անվճար է լինում, եթե ունեք տես ծանոթ, կարաք ասեք։